Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան, հրավերությունելու համար։ Պարոն Մելքոնյան, նախ ընդհանուր խոսենք սպասվող ամենակարևոր, այսպես ասած, քաղաքական իրադարձությունից, դա ընտրություններն են։ Այսօր հանրությունը ընդդիմադիրներին, այսպիսի, չգիտեմ, մեղադրանք ասեմ, ինչ քննադատություն ասեմ, ուղղում է, ասում է լավ, դուք Նիկոլ Փաշինյանին ասում եք դավաճան, Արցախը հանձնեց, այսպես մի շարք հարցերում մեղադրում եք, բայց այլընտրանք, թե ինչ է սպասվում, ինչպես եք տեսլականը պատկերացնում ընտրություններին, ինչպես եք հեռացնելու իրեն, սա չի ասում, այսինքն ընդդիմությունը իր օրակարգը որպես այդպեսին չի ներկայացնում։ Ավելին այսպիսի մի քննադատություն էլ կա, որ արդեն տարբեր ուժեր հայտարարել են, թե ինչ ֆորմատով են ընտրություններին մասնակցելու ու թեև սպասվում է, որ պետք է այսպես միասնական օրակարգով մի ճակատով ընդդիմադիրները հանդես գան, բայց այդ պրինցիպները, այսպես ասած, մի կողմ չեն կարողանում դնել ու առանձին են մասնակցում։ Այս քննադատություններին է ուզում արձագանքեք։ Գիտեք, ընդդիմությանը քննադատություն միշտ եղել է 6-21 թվականի ընտրություններից հետո շարժումներ ձևավորեցին, թե դիմադրության շարժումը, թե հետո սրբազան շարժումը եղավ, քննադատությունները միշտ եղել են, փորձել են մեղադրել ընդդիմությանը, որ լուրջ չեն պայքարում այս իշխանություններին հեռացնելու համար եւ շատ գրառումներ կան նաեւ, որ փոխկապակցված ընդդիմությունը եւ իշխանությունը իր հետ աշխատում են եւ երկուսին է ձեռք է տալիս այս իրավիճակը, բայց ես պետք է ասեմ, որ նման կարծիք ստեղծողները, նման ֆոն ստեղծողները քաղաքական դաշտում իրականում աշխատում են իշխանությունը եւ այդ տեղեկատվական տերորը, ես այդպես կբնութագրեի, որը նետում են դաշտ, շատ կեղտոտ քարոզչություն են իրականացնում, փորձելով թե ընդդիմությանը նույնականացնել իշխանությանը, թե իշխանությանը նույնականացնել ընդդիմության հետ։ Բայց դեպքերում սրանք առողջ քննադատություններ են, որոնք պետք է ընդունել ու հետևություններ անել։ Միանշանակ առողջ քննադատությունը ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քաղաքական գործիչ ընդունում է, հետևություններ է անում, փորձում է նաեւ այդ քննադատությունը հնչեցողների հետ հանդիպումներ ունենալ, զրուցել եւ իրական պատկերը տեսակետ ունենալ, բայց ցավոք սրտի մեծամասնությունը ուղղակի տունն նստած բազմաթիվ շարժումներ են եղել իշխանության դեմ, ոչ մասնակցել են, ոչ որևէ բանով օժանդակել են, այլ ուղղակի միշտ այդպես Facebook-յան ստատուսներ գրելով փորձել են ընդդիմությանը մեղադրել ամեն ինչում իշխանությունը չվերցնելու եւ սրանց չհեռացնելու մեջ։ Բայց իրականում ընդդիմությունը այս 5 տարիների ընթացքում շատ լուրջ գործընթացներ է իրականացրել, որոնք բոլորը, այսպես ասած, կամ կիսատեն մնացել, կամ չեն հաջողել։ Սկսած փողոցային պայքարներից, շարժումից, վերջացրած իմպիչմենթի նախագծով։ Ոչինչ, բոլոր պայքարները չէ միշտ հաղթանակի են հասել, հուսամ այս վերջնական պայքարը անպայման հաղթանակով կպսակվի։ Պարոն Մելքոնյան, ու սրա հետ կապված է հատկապես ում խոսալ, ինչի ընդդիմությունը չկարողացավ այդ քաղաքական իր պրինցիպները մի կողմ դնել ու համագործակցել իրար հետ։ Որ պրինցիպների մասին է խոսքը։ Դա արդեն դուք քննարկումներում կիմանաք, ամեն դեպքում սպասում էր, որ այսպես գոնե 1-2 ճակատով պետք է հանդես գան, բայց ամեն կուսակցություն առանձին է ներկայանում։ Այս առաջիկա ընտրությունների մասին է խոսքը։ Դե առաջիկա ընտրություններին ակի երկար ժամանակ կա, 4 ամսից ավել կա եւ երկար է։ Դե բանը աշխատելու ժամանակ կա եւ վստահ եմ այդ ներքննարկումները կուսակցությունների դաշինքների ձևավորում անպայման վերջո անձնականը ամեն ինչ կդրվի կողքի եւ կձևավորի մի օրակարգ, ազգային օրակարգը, որի նպատակը կլինի այս իշխանություններին հեռացնելը եւ այս երկրի այս ծանր իրավիճակից դուրս բերելը։ Պարոն Մելքոնյան, քանի որ դուք Շիրակի մարզից եք, մարզը հատկապես Գյումրին, մշտապես այսպես ընդդիմադիր քաղաքներից է, եղելու հստակ իր դիրքորոշումը հայտնել է, թե ընտրությունների ժամանակ համայնքապետի տեսանք, թե եկեղեցու հետ, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկել էր այնտեղ 7 վերք եկեղեցի տեսանք ինչ կատարվեց, ու փաստացի այսօր ստացվում է այս ամենաանդիմադիր քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքում, թե հոգևոր առաջնորդն է, չնայած այս բանի տնային կալանքի տակ է, բայց ամեն դեպքում խիստ սահմանափակումներով, իսկ ընդդիմադիր քաղաքապետը կալանավորված է։ Սկսեմ ընդդիմադիր քաղաքապետից պարոն Ղուկասյանից, ի սկզբանե մարտի 30-ի ընտրություններից արդյունքները ամփոփելուց հետո, երբ որ քաղաքացիական պայմանագիրը
տեսա, որ Գյումրիում իշխանություն չի ձևավորել, այլ ձևավորել են ընդդիմադիր քաղաքական ուժերը, միանգամից սկսեցին պայքարը, թիրախավորելով քաղաքապետին, հիշում եք, վարչապետի ելույթը ազգային ժողովում, որ թիրախավորեց, ասես դուրս ենք շպրտելու թե քաղաքական, թե հասարակական կյանքից, այդպիսին կանաչ լույս տալով իրավապահ համակարգին, որպեսզի սկսեն արդեն Վարդան Ղուկասյանի դեմ process-ները եւ հասցրեցին այդ կուլմինացիոն պահը հոկտեմբերին, որ մեղադրում են կաշառք պահանջելու եւ այլնի մեջ, միանգամից ասեմ, որ իշխանությունը հադեց այդ կարմիր գիծը, անմեղության կանխավոր վարկածը դնելով կողքի, միանգամից մեղադրելով համայնքապետին կաշառք պահանջելու մեջ։ Եվ թիվ 1 ամենամեծ խնդիրը, որը դրտեց այդ քայլին իշխանություններին, դա չհամակերպվեցին ընտրությունների արդյունքների հետ։ Եվ ամեն ինչ արեցին, որպեսզի պարոն Ղուկասյանին դուրս հանեն քաղաքական դաշտից, հաշվարկելով 26 թվականի հունիսի կայանալիք ընտրությունները։ Այս ինչ սցենար, ինչ ծրագիր ունեցել այդ կապված, քանի որ ամեն դեպքում ժամանակավոր պաշտոնակատար այս բանը, էլի ընդդիմադիր է ժամանակավոր պաշտոնակատարը, բայց այստեղ արդեն անձի խնդիրները պարոն Ղուկասյանը Այսինքն Ղուկասյանը հեռացած արդեն կհանդարտվեն, այսպես ասած, թե չէ, չեն հանդարտվելու, իրանց նպատակը քաղաքը վերցնելն է։ Քաղաքային իշխանությունը ձևավորել քաղաքացիական պայմանագրի շուրջ, այդ է իրանց նպատակը։ Պարոն Մարկոյան, բայց սա առաջին փորձը չէ, որ նման կերպ, այսպես Բալասանյան դաշտի հետ կապված եւս նույն մեխանիզմով տարբեր ճնշումներով փորձեցին այնպես անել, որ ինքնական մանդատները վայր դնեն հեռանան, ընտրություններ կազմակերպեցին, բայց էլի չհաջողեցին, տեսանք։ Սարիկ Մինասյանը ժամանակավոր, այսպես ասած։ Ժամանակավոր ղեկավարից քաղաքը, բայց ընդրությունների արդյունքներում չձևավորեցին քաղաքը։ Կարծես, այսպես կոկորտին մնացած լինի։ Այդ խնդիրը լրիվ ամեն ինչը ընդրություններն է։ Եթե իրենք հաղթեին, Գյումրին ընդհանրապես ոչ մի խնդիր չէր ունենա պարոն Ղուկասյանն էլ, բայց քանի որ պարտվեցին Գյումրիում, սկսեցին արդեն տարբեր մեթոդներով փորձել նորից իշխանությունը նախ խոճապային իրավիճակ ստեղծել Գյումրիում եւ փորձել անպայման իշխանությունը հետ վերցնել։ Նույնը տեսանք արդեն Սրբազանի հետ կատարվողը, Սրբազանը դե բոլորս էլ գիտենք, որ շատ մեծ հեղինակություն է Շիրակի մարզում, վայելում է ժողովրդի սերը եւ դրա համար էլ Սրբազանին էլ փորձեցին մեգուսացնել, շատ Այ հետաքրքիր է հանրության մոտ ինչ տրամադրություններ են, հատկապես Միքայել Սրբազանի հետ էս կատարվածից հետո, քանի որ իսկապես հատկապես Շիրակի մարզում մեծ էր այդ հավատացյալների թիվը, առհասարակ նրա հեղինակությունը։ Դե Շիրակի մարզի ժողովուրդը դուք տեսաք դեկտեմբերի 7-ին ինչ ձևաչափով պատասխանեց այդ կեղծ պատարագին, նախ Շիրակի թեմի հոգևոր դասը ամբողջությամբ իր կանգնեց Սրբազանի հայ առաքելական եկեղեցու եւ վեհապարի կողքին եւ ցույց տվեցին, որ հնարավոր չէ այդ իրանց քայլերով պարակտել եկեղեցին եւ փորձել նաեւ այդ տրամադրությունները, որոնք որ տիրում են մյուս համայնքներում, բերել մտցնել Գյումրի։ Իսկ Սրբազանի կալանավորը շատ բացասական ազդեցություն թողեց Շիրակի մարզում, հատկապես Գյումրիում, որովհետեւ Սրբազանի կարիքը այսօրին շատ է զգացվում թե մարզում թե Գյումրի քաղաքում։ Այ նաև շատ են այսպես, քննարկումներ գնում, որ Միքայել Սրբազանի կալանավորումը հենց պայմանավորված էր այս եկեղեցու դեմ կարծես անոնս էր, որ մեկուսացնեն այն հոգևորականներին, ովքեր լուրջ ազդեցություն ունեն, լուրջ դերակատարում ու կարող են կանխել շատ հաճախ այս ծրագիրը եկեղեցու դեմ կատարվող։ Ես համոզված եմ, որ այդ ծրագիրը, որովհետև Միքայել Սրբազանի ճշմարիտ խոսքը, ուժեղ խոսքը միշտ այսպես շատ մարդկանց է ներդրության մեջ դրել եւ առաջի հարվածը հենց Միքայել Սրբազանին մեկուսացնելով արդեն հիմա պարզ երևում է թե ինչ քայլեր էին ձեռնարկում եկեղեցին կազմաքանդելու ուղղությամբ եւ հաստատ թե Բագրատ Սրբազանը, թե Արշակ Սրբազանը, թե Միքայել Սրբազանը հաստատ խանգարում էին եւ այս մարդկանց այս պայդրությամբ մեգուսացրել են, որ իրենց այդ սև գործը մինչեւ վերջ տանեն։ Պարոն Մարկոյան, ես նաև դուք քանի որ պարբերաբար այսպես անդրադառնում եք սոցիալական խնդիրների հետ կապված, թե այս կամ այն քաղաքում ինչ խնդիրներ կան, այս սրանց լուծումը արդյոք պայմանավորված է նաև այս քաղաքական process-ներով։ Այսինքն շատ հաճախ տեսնում ենք դժգոհություն, որ այս ընդդիմադիր հասցներով պայմանավորված, օրինակ կառավարության հետ լեզու գտնել չի լինում, շատ ֆինանսական այդ ծրագրեր իրականացնելու համար։ Կա նման խնդիր թե ոչ։ Հաստատ չգիտեմ այս պահին կա նման խնդիր, բայց եթե կառավարությունը
այդ ճանապարհով գնա, ասենք այդ համայնքի ղեկավարը ընդդիմադիր եւ փորձի ֆինանսական որևէ ճնշում գործադրելով համայնքի վրա իրեն ենթարկեցնել, թե փոխել համայնքապետին, այդ չգիտեմ, անբարոյականություն, որովհետև ժողովուրդը չպետք է դուրժի այդ process-ից կապ չունի, քաղաքը ընդդիմությունն է ղեկավարում, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը։ Իսկ սոցիալական խնդիրները Շիրակի մարզում բազմաթիվ են, գիտեք, Շիրակի մարզը ամենաաղքատ մարզն է Հայաստանի Հանրապետության եւ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել այս տարիների ընթացքում, որոնք շատ հրատապ լուծումներ են պահանջում։ Վստահ եմ 26 թվականի ընտրություններից հետո Հայաստանում ազգային իշխանություն հաստատելուց հետո անպայման կամաց պետք է սկսենք այդ սոցիալական խնդիրների բոլորին լուծումներ գտնելը, հատկապես այսօր թիվ 1 խնդիրը Գյումրիում Անօթևան երկրաշարժից հետո մնացած մարդկանց խնդիրները, որոնց պետք է անաբախ բնակարանով ապահովել։ Դե նայեք, հենց այդ բնակարանների հետ կապված, հա, օրինակ իշխանությունը օրինակ երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ Գյումրի, հիշում ենք ինչ այնտեղ հայտարարություններ հնչեցրեցին, հա, տարիներ շարունակ երկիրը թալանել են, դրա համար էլ այսօր այս վիճակն է, թե չեմ սխալվում, նախարարը Գևորգ Պապայանն էր նման հայտարարություն արել, եթե ճիշտ եմ հիշում։ Ես չեմ հիշում այդ բանը, բայց դե, հա, լավ, գիտեք խնդիրը որն է։ 18 թվականին, երբ որ այս կեղծ իշխանափոխությունը, իշխանազավթումը եղավ, ժողովուրդը շատ մեծ հույսեր ուներ, որ գալով իշխանության իրոք կլուծեն այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են։ Բայց այս 7 տարիների ընթացքում ընդհանրապես ես Շիրակի մարզի կդրվածքով եմ ասում, որ ընդհանրապես այդ խնդիրների մեծամասնությունը լուծում չստացավ։ Այդպես էլ այդ խնդիրները մնացել են, շարունակում են մնալ եւ, չգիտեմ, իրենց իշխանության մնալու պարագայում լուծում կստանան, թե չեն ստանա։ Իսկ այդ ասֆալտապատում իրենք էլ ասում են օրինակ 30 տարի իշխանության են եղել ու դեռ այս խնդիրը այսքան տարի անց կա, այսքան չեն լուծել խնդիրը։ Լավ, խնդիր չկա, 30 տարի չեն լուծել, դուք եկաք իշխանության։ Բայց ո՞նց է հնարավոր այս երկար տարիների ընթացքում այդ քաղաքացիների բնականի հարցը չլուծել։ Շատ է լուծվել այս 30 տարիների ընթացքում ամբողջական թաղամասեր են կառուցվել Գյումրիում, որ բնակարաններ են բաժանվել անօթևաններին, բայց խնդիրը իրենց նորից եմ ասում, եթե 30 տարի չեն լուծել, դուք եկել եք ժողովրդին ասելով, որ մենք գալիս ենք այդ խնդիրների լուծում տալու եւ 7 տարվա ընթացքում այդ խնդիրների լուծում չեն ստալել, արդեն ամեն ինչը խոսում է այդ մասին, որ նրանք խնդիր լուծող չեն, այլ նորից խնդիրներ ստեղծող են։ Պարոն Մելքոնյան, քանի որ արդեն վաղը մեկնարկում է ազգային ժողովում նոր նստաշրջանը, սրա հետ կապված, այսինքն ինչ որ օրակարգային այնպիսի հարցեր կան, որոնց շուրջ ճիշտն ասած բանավեճային քննարկումներ են ճիշտն ասած չեմ ցանկացել օրակարգի մեկնարկող, բայց միանշանակ քննարկումներ անպայման կլինեն, մանավանդ արդեն շատ քիչ ժամանակ է մնացել։ Այսինքն ինդիմությունը խոր տարաձայնություններ ունի կամ ճիշտն ասած չեմ հասցրել օրակարգին ծանոթանալու, որ փոխանցեի ինչ հարցերի մասին է նստաշրջանը լինելու, բայց վստահ եմ կլինեն հարցեր, որոնք անպայման որոնք քանի որ օրինակ ընդդիմությանը շատ են ասում իրենց, հա, հիմնական այդ պայքարը թողած այսօր միայն մտածում են գալիք խորհրդարանում արդեն 26-ից հետո գոնե որպես ընդդիմադիր մեծ ֆրակցիա ձևավորելու իրենց մանդատները ստանալու համար։ Դե էլի նույն այդ safe PR-ն է, որը էլի դաշտ են, էդել իշխանություն, վստահ եմ իշխանություններն են դա ամեն ինչ անում։ Ընդդիմադիր ամենայնպես խիստ քննադատող գործիչներն են հենց ասում։ Դե իրենց տեսակետն է, չեմ կարծում ցանկացած ընդդիմադիր գործիչ իր թիվ 1 խնդիրը այն է մնա նորից ընդդիմադիր, այլ չձգտի իշխանության, որ կարողանա իր ծրագրերը իրագործել։ Ասում են գոնե։ Գոնե եթե վստահ են, որ չեն կարողանալու իշխանություն գալ, գոնե մտածում են իրենց տեղը։ Չեմ կարծում մեր խմբակցության մեջ կգտնվի այդպիսի մի մարդ, որ մտածի լավ է գոնե կարողանան նորից ընդդիմադիր падգամավորի կարգավիճակում Դուք տեսնում եք օրինակ հաջորդ խորհրդարանը։ Կապված է ինչ ձևաչափով այս 4 ամիսների ընթացքում կաշխատենք, ինչպես կներկայացնենք մեր քաղաքացիներին, ինչ ենք ուզում մենք, ինչպես ենք պատկերացնում խնդիրների լուծումը։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հաստատիտողներ, մեր զրուցակից այսօր ազգային ժողովի պատգամավոր Մհեր Մելքոնյանն է։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։